Սիրելի հետևորդներ, ողջույն։ Իսկ ով է ասել, որ աղցանները պետք է մատուցել միայն դասական տարբերակով, դրանք լցնելով աղցանամանի մեջ և զարդարելով ըստ ճաշակի։ Յուրաքանչյուր ուտեստ, ինչպես նաև աղցանը, կարելի է մատուցել յուրահատուկ ձևով, պարզապես մի փոքր աշխատացնելով երևակայությունը։ Այսօր կառաջարկեմ այդ գեղեցիկ տարբերակներից մեկը։ Եվ այսպես պատրաստում ենք ծովախեցգետնի ձողիկներով աղցան, իսկ դրա համար նախ շատ մանր կտրատում ենք ծովախեցգետնի ձողիկները, ինձ մոտ 1 տուփ է 180 գրամ, որից հետո կրկին շատ մանր կտրատում ենք նախապես եփված և արդեն լավ սառած ձու, ինձ մոտ 4 փոքր չափի ձու է, դուք կարող եք պակասեցնել քանակը վերցնելով ավելի խոշոր ձու, որից հետո կտրատում ենք նախապես եփված և սառած գազարը, վերցրել եմ փոքր չափի 4 գազար, կրկին կարող եք դրանց քանակը պակասեցնել, վերցնելով ավելի խոշոր գազարներ։ Իհարկե բոլոր բաղադրիչները կարելի է անցկացնել քերիչով, սակայն ես մանր կտրատում եմ, որից հետո կտրատում ենք մի քանի տերև սամիտ, ես վերցրել եմ միայն տերևների հատվածը։ Այս ամենը լցնում ենք խորը ափսեի մեջ, առայժմ դնում ենք մի կողմ, որից հետո վերցնում ենք միսը, ինձ մոտ հավի ապխտած ազդրամիս է, այն կարող եք փոխարինել եփված կամ տապակած մսով։ Իհարկե կախված ազդրի մեծությունից կարող եք վերցնել ավելի շատ միս։ Ազդրամիսը կրկին մանր կտրատում ենք։ Կարող եք այն նաև վերածել թելիկների, հնարավորինս բարակ։ Նշեմ, որ օգտագործվող բոլոր բաղադրիչների քանակները կարող եք վերցնել աչքաչափով, կամ պակասեցնել, կամ էլ ավելացնել որևէ բաղադրիչ, որը սիրում եք կամ որը ընդհանրապես չեք սիրում։ Ի դեպ ասեմ, ծովախեցգետնի ձողիկներով աղցանների պատրաստման եղանակներ իմ ալիքում կան։ Կարող եք անցնել ներքևում թողնված հղումներով և դիտել դրանց պատրաստման եղանակները։ Միսն ավելացնում ենք աղցանի մյուս բաղադրիչներին, համեմում ենք աղով, սև պղպեղով ըստ ճաշակի և ավելացնում մայոնեզ։ Մայոնեզի քանակը չենք խնայում։ Կարող եք մայոնեզի մի մասը փոխարինել թթվասերով։ Այս ամենը լավ խառնում ենք և աղցանը պատրաստ է մատուցման։ Կարող եք աղցանը լցնել աղցանամանի մեջ, զարդարել ըստ ճաշակի և մատուցել, բայց քանի որ ես այսօր խոստացել եմ աղցանի մատուցման յուրահատուկ ձև, կներկայացնեմ այդ տարբերակը։ Վերցնում ենք լավաշ ցանկացած մեծության, նրա վրա լցնում ենք աղցանը, հավասար տարածում, ապա փաթաթում ռուլետի նման, հնարավորինս ամուր։ Ահա այսպես։ Ինձ մոտ լավաշն արդեն կտրտված վիճակում էր, և ինչպես նկատում եք, դա չի խանգարում, որպեսզի ստանամ գեղեցիկ ձևավորմամբ աղցան։ Սղոցաձև դանակի օգնությամբ հավասարացնում ենք եզրը և կտրատում հետևյալ կերպ։ Դասավորում ենք մատուցման ափսեի մեջ։ Կտորների մեծությունը իհարկե որոշեք ինքներդ։ Եվ որպեսզի կտրատելիս կամ մատուցելիս լավաշի եզրը չառանձնանա, կարող եք եզրին մի փոքր մայոնեզ լցնել և տարածել, այդպես կապահովենք ռուլետի գեղեցիկ տեսքը։ Կրկին փաթաթում ենք ռուլետի նման, կտրատում ենք և դասավորում մատուցման ափսեի մեջ։ Այս տարբերակով մատուցվող աղցանը ոչ միայն գեղեցիկ է, օրիգինալ տեսք ունի, այլ նաև հնարավորություն է տալիս ընտրելու չափաբաժինը և իր օրիգինալ տեսքի շնորհիվ այն կարող եք պատրաստել ինչպես ամենօրյա, այնպես էլ տոնական սեղանների համար։ Ըստ ցանկության կարող եք աղցանը թողնել 1-2 ժամ, որպեսզի համերը խառնվեն, որից հետո կարող եք զարդարել ըստ ճաշակի և մատուցել։ Ստացվում է շատ համեղ աղցան, իսկ մատուցման ձևը հույս ունեմ կհավանեք և այն պետք կգա ձեզ մոտակա տոների սեղանները զարդարելու համար։ Այսօրվա համար պատրաստել էի այսքանը, բարի ախորժակ։